Այսօրվա լուրերում խուբ մսվիկը հայեր, որոշեցին չոլին մեջտեղում ինչպես որ կտեսնենք, այսինքն չեմ գրնար հավատալ կամ չեմ գրնար հասկանալ մեկը ինչպես ոս գրնա հասնի ուտելիքը վերջացել է ջուր չկա Բարև, սա Հայաստանի իմ աչքերովն է, եթե հետաքրքրում է, թե ոնց ենք հայտնվել այս իրավիճակում, արի պատմեմ։ Ուրեմն, Մելիք գյուղից հետո հաջորդ կանգառը Վանաձորն էր, մի քանի հայտնի տեղեր տեսանք, նկարեցինք։ Հետո որոշեցինք շարունակենք մեր ճանապարհը։ Իրականում չգիտենք ոնց, բայց հայտնվեցինք ինչ-որ բաց դաշտում, որտեղ պարզվեց համ էլ ճահիճ կար։ Ու գուշակեք ինչ, բնականաբար մեքենան հայտնվեց ճահճի մեջ։ Ստեղ արդեն սկսվում է արկածների առաջին փուլը։ Մեկը փորձում էր մեքենան ցեխից հանել, մյուսը փայտ էր հավաքում, իբր կրակապետք վառենք, բայց հասկացանք, որ լրիվ անհույս է, ու ստեղ զանգեցինք արդեն 911։ Դե քանի որ տեղն էլ շատ հեռու էր, 911-ը մոտ մի ժամից հասավ, այս ընթացքում անձրև, ամպրոպ, կայծակ, մի քանի ժամ անձրևի տակ, ցեխի մեջ հետ ու առաջ անելուց հետո վերջապես կարողացանք մեքենան հանել։ Դե քանի որ արդեն շատ ուշ էր, որոշեցինք գիշերն էլ հետ չգալ ու ոտքից գլուխ ցեխի մեջ կորած գնացինք հյուրանոց։ Բայց դե չնայած այս ամեն ինչին, անմոռանալի ու անսահման հետաքրքիր օր ենք ունեցել։